Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում են նամակներ փոխանակել եւ լարվածությունը կողմերի միջև բարձր է մնում։ Այն երկուստեք ուղեկցվում է սպառնալից հայտարարություններով։ Եթե Ամերիկան կամ էլ սիոնիստական վարչակարգը չարիք գործեն, ապա նրանց կհասցնենք պատասխան ուժեղ հարված, մարտի 31-ին հայտարարել է Իրանի առաջնորդ Ալի Խամենեին։ Նա ելույթ է ունեցել իսլամական Eid Fitr տոնի կապակցությամբ բազմահազար ներկաների առաջ, զենքը կողքին, ներկա էր նաեւ Իրանի ռազմաքաղաքական էլիտան։ Խամենեին ասել է, որ Իրանը նույն պատասխանը կտա նաեւ այն պարագայում, եթե արտաքին դերակատարները փորձեն ապակայունացնել Իրանի ներքաղաքական վիճակը։ Իրանի կտրուկ պատասխանը հնչում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունների ֆոնին։ Նախորդին ամերիկյան NBC-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է միջուկային ծրագրի հարցով գործարքի գնալ։ Հակառակ պարագայում ռմբակոծումով է սպառնացել։ Ըստ ամերիկյան կողմի Թեհրանը պետք է վստահեցնի, որ այլևս չի զարգացնելու միջուկային ծրագիրը։ Այս եւ այլ պահանջներ արժանանում են Իրանի դիմադրությանը։ Թեհրանը նման ճնշման պարագայում չի պատրաստվում ուղիղ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այլ միայն բաց է թողնում անուղղակի կամ միջնորդավորված բանակցությունների պատուհանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով օրեր առաջ մարտի 26-ին Օմանի սուլթանության միջոցով ամերիկյան կողմին ուղարկած Իրանի պատասխան նամակը հասել է հասցեատիրոջը եւ այժմ այն քննարկման փուլում է։ Այս ընթացքում ուշագրավ են իրանական այլ հայտարարություններ եւս, որոնք առաջին հերթին ուղղված են ամերիկյան հնարավոր հարվածների կանխարգելմանը։ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Իսրայելը միջուկային պատճառաբանությամբ ռմբակոծեն Իրանը, ապա Թեհրանը ստիպված կլինի միջուկային զենք ստեղծել։ Ժողովուրդը կստիպի, որ մենք այդ ուղղությամբ շարժվենք, նշել էր Լարիջանին։ Իսկ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի խոսքերով Իրանը իր դիտակետում է պահում տարածաշրջանի 10 ամերիկյան ռազմաբազա։ Իրանական աղբյուրները նաև մանրամասնել են ամերիկյան կողմի պահանջները Թեհրանից։ Իրանական աղբյուրները նշում են, թե Վաշինգտոնը ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի չեզոքացում, հրթիռներին եւ անօդաչուներին վերաբերող որոշ ծրագրերի սահմանափակում, ինչպես նաև դիմադրության ուժերին ցուցաբերվող իրանական աջակցության դադարեցում։